Եթե ազգը չի ճանաչում իր падգամավորներին, դա չի նշանակում, թե ազգն է տգետ, այլ միգուցե падգամավորները մեղմ ասած աշխատավարձ են ստանում, հայտնի չէ թե ինչի համար։ Հակառակ դեպքում չէին ճանաչի խորհրդարանի падգամավորներից եւ ոչ մեկին, բայց արի ու տես, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված падգամավորներից ոմանց այնուամենայնիվ իրենց ընտրատարածքներում ճանաչում են եւ նույնիսկ գնահատում։ Ի դժբախտություն թիվ 12 ընտրատարածքի падգամավոր Վերսանտ Հակոբյանի նա այդ ոմանց շարքում չհայտնվեց։ Բարև ձեզ։ Ճանաչում եք ձեր ընտրատարածքի падգամավորին։ Ճիշտն ասած չէ։ Վերսանտ Հակոբյանի մասին։ Չէ, չեմ ճանաչում։ Չէ։ Չէ, ճիշտն ասած։ Ոչ մի անգամ չեք էլ լսել։ Ոչ լսել եմ, ոչ հակրկրվել եմ, չէ։ Վերսանտ Հակոբյան։ Չէ։ Ոչ։ Ոչ, Չեք էլ լսել ոչ մի անգամ։ ոչ, Ձեր ընտրատարածքի падգամավորին ճանաչում եք։ Ոչ։ Ոչ մի անգամ չեք լսել։ Չէ։ Ճիշտն ասած չէ, չենք ուզում։ ոչ, Ոչ։ Ձեր ընտրատարածքի падգամավորին ճանաչում եք։ Ոչ, Չեք էլ լսել։ չեմ էլ լսել եւ չեմ էլ ուզում, որպեսզի նրանք այսօր նայեք, տեսեք, այս շինգը վարչական տարածքում ճանապարհները նայեք, առևտուրը նայեք, անկանոն հսկողություն չկա, բացի ինչ պետք է ճանաչել։ Չէ։ Ձեր ընտրատարածքի падգամավորին ճանաչում եք։ Չէ, ոչ տեսել եմ, ոչ էլ խաբար։ Անունն է չէ։ Չէ, այ օրը անոնիմաց է։ Վերսանտ Հակոբյան, ոչինչ չի ասում։ Ոնց։ Վերսանտ Հակոբյան։ Չէ։ Չէ։ Առայժմ չէ։ Չէ։ Ձեր ընտրատարածքի падգամավորին ճանաչում եք ինեք։ Ոչ։ Անունն է չէ։ Չգիտեմ։ Ինչ պատգամավոր։ Միայն իրենց համար են մտածում, ժողովրդի մասին ոչ։ Ինչ արեցին փողոցը, թող կանգնեին մարդիկ իրենց համար աշխատատեղ էին ստեղծել։ Ինչի գոցեցին։ Լավ չեն անում։ 1950 թվականին ծնված եւ 2007-ին մեծամասնական ընտրակարգով падգամավոր ընտրված Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ Վերսանտ Հակոբյանի կյանքի ուղին հայտնի է։ Ավարտելով Կիևի քաղաքացիական ավիացիայի ինժեներների ինստիտուտը 1973-ից 94 թվականներին աշխատել է Զվարթնոց օդանավակայանում, այնուհետև որպես գործարար գործունեություն ծավալել Հայաստանից դուրս, նաև զբաղեցրել տարբեր պաշտոններ Հայաստանում։ Տարբեր լրատվամիջոցների հավաստմամբ Վերսանտ Հակոբյանը մեծ ճանաչում ունի Հայաստանից դուրս, հատկապես Ֆրանսիայում եւ Դուբայում, Ռուսաստանի մի շարք քաղաքներում։ Նույնը չի կարելի ասել նրա հայաստանյան ճանաչման մասին։ Փոխարենը գրում են, թե նա միայն նստում է դահլիճում, ապահովում ԲՀԿ-ի գլխաքանակը, պարտաճանաչ մտնում ճաշարան եւ վերջ։ Քանի որ նրա ազգային ժողովում գործունեության մասին տեղեկատվությունն առավել եւս հասու չէ իր ընտրատարածքի բնակիչներին, վերջիններիցս ոմանց մոտ բարդույթներ են ձևավորվում եւ ամաչելով իրենց չակերտավոր չիմացությունից փորձում են նույնիսկ չիմացածը ներկայացնել որպես իմացած, իրականում առանց հասկանալու, թե ում եւ ինչի մասին է խոսքը։ Այո, Գիտեք ով է։ աննով չեմ հիշում ուղղակի հիմա։ Վերսանտ Հակոբյանի Այո, մասին այո։ խոսքը։ Ինչ կարող եք նշել իր արած գործերից։ Չգիտեմ, ուղղակի բարենպաստ է իր սարքում մեր տարածքը։ Լավ։ Կարեն Վարդանյան, Հովիկ Գրիգորյան, Սլակ AM